Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախի ազատագրումը եւ Արևմտյան Հայաստանի պայքարը, Արմենակ Աբրահամյան, Հայաստանի աբական, խաղաղության թե զիջումներու քնով, Գրիգոր Ամիրզայան, Նուբար Օզանյանի հիշատակը եւ Արևմտյան Հայաստանի թիմադրության ոգին, վերհիշելով ջուլհագությունը, Հովական այց Տիգրանագերդի եւ Խարպերտի համայնքներ, մրցանակապաշխություն Հրանտ Տինքի դարետարցին, աջակցենք Արևմտյան Հայաստանի pedagogan հեռուստադեսության, միացեք մեր վետերաններուն։ Արցախի ազատագրումը նաև Արևմտյան Հայաստանի համար մեծագույն հաղթանակ մներ, որովհետև այդ տարածքը հիմք տվավ մեր վերականգնման գործընթացին։ Այդպիսով հնարավոր դարձավ պաշտոնական ներկայացվածություն ունենալ միջազգային կառույցներուն մեջ ներառյալ ՄԱԿ-ը։ Սակայն 2020-ին Թուրքիան իրավիճակեն օգտվելով պատերազմ նախաձեռնեց աջակցելու Ադրբեջանին Արցախի բռնագրավման գործին։ Այս գործընթացին տարբեր ձևերով մասնակից եղան նաև Արևելյան Հայաստանի իշխանությունները եւ Ֆրանսիայի կառավարությունը։ Հատկապես ուշագրավ նախագահ Մակրոնի գոմե բարեկամության խարդյաներու չեղարկումը, որ 2019-ին գեղձ իրավական հիմք ստեղծեց Բաքվի համար 2020-ին Արցախի վրա հարձակելու։ Այս զարգացումները ցույց կտան, թե ինչպես տարածաշրջանին մեջ հանցագործ քայլերը իրարու կկապվին, ստեղծելով վտանգավոր ճգնաժամեր։ Այժմ շարք մբեդություններ կփորձեն շտկել իրենց իսկ առաջացուցած խնդիրները։ 2018-ի Թավշյա հեղափոխությունն ետք Նիկոլ Փաշինյան եկավ իշխանության խոստանալով փճացման թեմ պայքար։ Այս ոլորտին մեջ որոշ նախնական քայլեր կատարվեցան, բայց անոր ամբողջ կառավարման շրջանը բնորոշվեցավ ոչ թե հաղթանակներով, այլ ցանր գորուսներով։ Փաշինյանի Արցախը Հայաստանը եւ վերջ կարգախոսը աստիճանաբար փոխարինվեցավ բարդության ընդունմամբ եւ Արցախի 120,000 բնակչության բռնի արտակախտով։ Այսօր անգծկտի խաղաղության պայմանագրի նոր զիջումներու քնով։ Անոր այս խոնար քաղաքականությունը նաև խորհրդանշանական քայլերու մեջ կդրսևորվի։ Պետական կնիկներեն Արարատի Մասիսի պատկերի հերացումը, սահմանադրական փոփոխություններու հերանեկարը, որոնք գործնականորեն մոռացության կմատնեն թե Արցախը, թե Արարատ Մասիսը։ Վերլուծաբաններու գնահատումով այս ընթացքը ցաներ հարված կհասցնի հայ ժողովրդի ինքնության։ Քանզի հայ ինքնությունը տարեր շարունակ կերտված է Արևմտյան Հայաստանի Արարատի մշակույթի եւ ազգային իդեալի շուրջ։ Առանց այդ իդեալի հայությունը կրնա վերածվել սովորական, փոքրաթիվ եւ վտանգված համայնքի թշնամական միջավայրի մեջ։ Արմենակ Աբրահամյանի զինագիծը եւ վաղեմի ընկեր Համիկ Սայաթյանը Նուբար Օզանյանի թիմանկարը նվիրեց Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահին։ Արևմտյան Հայաստանի գամավոր մարտիկ Նուբար Օզանյան 1992-ին միացավ ազատագրական բանակին Արցախի մեջ, ապա վերադարձավ նախ Արևմտյան Հայաստան, այնուհետև Սուրիա։ Մինչ օրս բազմաթիվ երիտասարդ սերունդներ կհամարեն զիրենք Նուբար Օզանյանի մարտական ոգիի ժառանգորդներ։ Սակայն ցավալի է, որ անոնք շատ անգամ կշփոթեն Արևմտյան Հայաստանի եւ Արցախի ազատագրական ծրագիրը Երևանի կառավարության զինատապման քաղաքականության հետ։ Թող այս երիտասարդները օր մկտեն ազատության իսկական ճամփան մեր նախնիներու երկրին մեջ առանց արհեստական քաղաքական միջամտության։ Այսօր հայկական կորկակործության հին ավանդույթները քիչ պահպանված են։ Հրաչ Կոզուբոյկյան, որոն ընտանիքեն ժառանգություն էր այս արվեստը, իր ամբողջ կյանքը նվիրեց քորքերու պահպանումին եւ ուսումնասիրության։ Անոր հայրը կորկակործություն սորված էր Հալեբի կախտական գիներեն, իսկ հրաչը շարունակեց գործը եւ ապա դասավանդեց հայկական կորկակործություն Կալիֆոռնիա համալսարանին մեջ։ Անոր խոսքով հայկական քորքերը խորհրդանշական լեզու ունին, յուրաքանչյուր նախշ հյուսողին անձնական պատմությունը կպատմե։ Քորքերը միայն գենցաղային արարգաներ չէին, այլ նաև ինքնագենսակրական ստեղծագործություններ։ Սակայն 1920-ականներեն յետ քորկակործության բնական ընթացքը խզվեցավ։ Սերունդներու միջև գիտելիքի փոխանցումը թատրեցավ եւ ավանդույթը կանգ առավ։ Այսօր Կոզուբոյկյան Լոս Անջելեսի մեջ կշարունակե ուսումնասիրել հայկական քորքերը, վստահելով, որ անոնք թեր գաղտնիքներ ունին, որոնք միան սերունդներու միջոցով պիտի բացահայտվին։ Անոր համոզումով քորկակործությունը հայոց բնիկ մշակույթի կարևորագույն մասն է, որուն գորուստը մեզ զրկած է մեր ինքնության մեծ շերտեմը։ Սահակ երկրորդ պատրիարքի օրհնությամբ Գերաշնորհ Տեր Արամ arczepiskopos Ատեշյան եւ արժանապատիվ Տեր Դրթատ Քահանա Ուզունյան ապրիլի սկիզբին այցելեցին Տիգրանագերդ եւ Խարպերտ։ Տիգրանագերդի Սուրբ Կիրակոս եկեղեցվո մեջ մատուցվեցավ Սուրբ Պատարագ, կատարվեցավ նաեւ հավաքական մգրտություն։ Քննարկվեցան Սուրբ Սարգիս եկեղեցվո վերականգնումի աշխատանքները։ Խարպերտի Սուրբ Նշան մադուրին մեջ եւս մատուցվեցավ Պատարագ եւ հոգեհանգստյան գարկ, որոնց մասնակցեցան տեղական համայնքի անդամները։ Այցի ընթացքին հոգեվոր հայրերը այցելեցին նաև Խարպերտի ավերակ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ 2009-ի վեր Հրանտ Տինքի ծննդյան օրը կապված է նաև Հրանտ Տինք հիմնադրամի միջազգային մրցանակին։
Այս տարվան մրցանակապաշխությունը դեղի ունեցավ Գոստանտո Բոլսո Լյուդվիգ Կրտար համակումբարներու տահլիճին մեջ։ Միջոցառման ներկաներուն շարքին էին բազմաթիվ հյուրեր, իսկ ելույթներով հանդես եկան երաժիշտներ եւ հասարակական գործիչներ։ Մրցանակները շնորհվեցան Իսպանիային Հելենա Մալենա Գարսոնին արտագաղթողներու իրավունքներու պաշտպանության համար եւ Բյուլենտ Շկին սնունդի անվտանգության եւ բնաբավանական հարցերու շուրջ իր հետազոտություններուն համար։ Հաջորդ օրը հիմնադրամը կազմակերպեց նաև սեմինար, ուր քննարկվեցան քաղցի եւ քաղաքականության հիմնահարցերը։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարի մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստակայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենակիցներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան դարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն այն հայ զինվորներ եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են, պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն դեղեցություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։